Մեղադրող դատախազը ոնց հասկացանք, այսինքն նախաքննական մարմինը հենց կալանք է, չէ՞, պահանջում, մտածում եմ, որ երևի շատ վտանգավոր հանցագործ է, կարող է ինչ-որ բան անել, հա, այդպես է։ Քրեական վարույթ իրականացնող մարմինը միջնորդել էր կիրառել խափանման միջոց կալանք եւ իր միջնորդության մեջ նշել էր, որ այլընտրանքային խափանման միջոցները իզորու չեն ապահովել մեղադրյալի կարգավիճակում ապօրինաբար գտնվող Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագիծը։ Մի բան չգիտեմ, թեպետ դուք ձեր խոսքում ասացիք, բայց կխնդրեմ հստակեցնեք։ Նույնիսկ եթե ամենամեղմ խափանման միջոցը կիրառվի, օրինակ գրավ X միլիոն դրամի դիմաց, ազատ եւ ստորագրություն երկիր չբացակայել, դուք միևնույն է դա կբողոքարկեք։ Իսկ դատարանում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգները դուք մեջ բերել եք, ներկայացրել եք, որպեսզի բարձ լինի նաև քաղաքական ենթատեքստը եւ հետապնդումը։ 4.5 ժամ դատական process ա եղել, չենք կարող ամբողջությամբ ձեզ ներկայացնել։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Որովհետեւ ամեն ինչ հաջորդել է։ Օրինակ նաև ամբողջից պատասխանեցի պատասխան։ Հեցի հարց չի քննարկվել։ Փաշինյանի որպես իրավաբան ինչ է կարծում, կա իրավական մեթոդ մասնավորից հեծը վերցնելու։ Ես տեղյակ չեմ այդ Որպես process-ը։ իրավաբան այդպեսի Դե որպես իրավաբան ես քրեական ոլորտի մասնագետ եմ, հարցին պատասխանելու համար պետք է ծանոթ լինեմ։ Հիմա որտեղ է գտնվում պարոն Կարապետյանը, ինչ Արգելակի տակ գտնվող անձանց համար առանձնացվեց փակ զոնա կա, փակ գոտի կա այնտեղ։ Իսկ օրենքով սահմանված կարգով ամենաուշը երբ կարող են հրապարակել որոշումը։ Ամենաուշը ձերբակալման ժամկետը դատարանը չէ, 72 ժամ չէ, դատարան մուտք արվելուց 12 ժամվա ընթացքում։ Պարոն Հակոբյան, ասիք ոլորտի մասնագետ եք եւ երկարամյա մասնագետ եք, ուզում եի հասկանալ, այսպեսի նախադեպ ունեցել եք, այսպեսի մոտիվներով գործառուցել, անհասկանալի։ Չենք ունեցել։ Եվ դժվար էլ թե լինի երբևէ։ Հիմա ընդմիջվել են իսկ այստեղ։ Չէ, ավարտվել է, դատավորը հեռացել է առանցին սենյակ դատական ակտ կայացնելու համար։ Երեք տան դիմացից նաև այլ անձինք են ձերբակալվել, նրանց ճակատագրի մասին ինչ կարող եք հաղորդել եւ դուք եք նրան շահերը պաշտպանում թե այլ անձ։ Ներկայացնում շահերը, ձեզ կարող եմ տեղեկացնել, որ 50-ից ավելի անձ 51 թե կոնկրետ քանակը չեմ կարող ասել, տարվել է ոստիկանություն հարկադրաբար իմ տեղեկություններով անհամաչափ հարկադրանք է կիրառվել։ Երկուսի թևն է ոնց կոտրվել է։ Հա, Իսկ ինչ են տարել, ո՞րն է եղել։ ես փաստաթղթավորումը չեմ տեսել։ Կա այլ փաստաբան։ Իմ ստացած տվյալներով բոլորին պահել են ժամկետից շատ, առավելագույն ժամկետից շատ եւ իմ ստացած տեղեկություններով նաեւ ոմանց ոստիկանները սեփական տան սեփական տարածք ներխուժել են եւ այնտեղից են տարել։ Ճիշտ է, որ երեք խոզարկության հա, այսինքն հակառակական գործողություններ Այո, փաստաբաներ կան զբաղվում են այդ հարցով։ Չէ, Այսինքն ես նման տվյալներ չունեմ։ Իսկ Կարապետյանների տանը խոզարկություն անցկացվել է, որտեղ այդպիսի տեղեկություններ կա, որ սկզբից ուզել են խոզարկել, բայց որոշում չեն ունեցել դատարանի։ Կա նման բան։ Նախաքննության գաղտնիք կարող է լինի, որ հրապարակեմ։ Թե խոզարկությունը, չէ, զուտ փաստը խոզարկության ուզում եք իմանալ կա, թե չէ խոզարկել են բնակարանը։ Տունը խուզարկել են, այո։ Ինչ-որ բան արգրավել են, գտել են, պետական հեղափոխական։ Ես չեմ մասնակցել խուզարկության արդյունքները ինձ հայտնի չեն։ Շնորհակալություն։ Ձեզ էլ ենք շնորհակալ, հաջողություն։